մենք անդրադառնում ենք Տեր Հիսուսի տված հարցերին եւ շարքը կոչվում է Ինչ կպատասխանեիր։ Եվ ահա 14-րդ հարցը, որին կանդրադառնանք, ասեմ, որ մենք բոլոր հարցերին չի, որ անդրադառնում ենք, ուղղակի ես ընտրում եմ հարցեր, որոնց մասին խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք հասկանալ, իսկ մենք ինչ կպատասխանենք, ինչ ա ուզում Տերը փոխանցի այդ հարցերի մեջ։ Ընդհանրապես հարցերով սովորելը շատ օգտակար է եւ ահա ես չգիտեմ ինչքան երկար կշարունակվի, որովհետեւ հարցերը շատ են Աստվածաշնչում, հենց Տեր Հիսուսի տված հարցերը, բայց հիմա 14-րդ հարցն է եւ այդ հարցը գրված է Մատթեոս ավետարան 13-րդ գլխում, բացենք Մատթեոս ավետարան 13-րդ գլխի 51-րդ խոսքը, գրված է Հիսուսը նրանց ասաց. այդ բոլորը հասկացաք։ Ահա այսպիսի հարց, պարզ, հստակ, որպեսզի հասկանանք ինչ է այս հարցը նշանակում, պիտի հասկանանք ինչ էր ասվում դրանից առաջ եւ ամբողջ 13-րդ գլուխը առակների այսպես հավաքածու է երկնքի արքայության մասին, վերջին դատաստանի մասին, մարդկանց զգուշացումներ, արքայության սկզբունքների վերաբերյալ, պտղաբեր Քրիստոսի համար, արքայության համար պտղաբեր կյանք ունենալու վերաբերյալ եւ ահա խոսեց Տերը սկզբում խոսում է սերմնացանի առակի մասին, բոլորս լավ գիտենք, ովքեր չգիտեն կարող են այս ուսուցումը լսելուց առաջ, եթե դու տեսագրությունը դիտեն, կարող են մի հատ ընթերցել ամբողջ գլուխը, որպեսզի իմանան ինչի մասին է խոսքը, բայց կարծում եմ շատ հայտնի առակներ են, սերմնացանի առակը, գիտեք, տարբեր տեսակի հողերի մեջ է ընկնում սերմը, եւ հետո շատ հետաքրքիր է, որ այս առակներից երկուսը Տերը մեկնաբանում է եւ ինքը բացատրում է, եւ սա հրաշալի է, որովհետեւ բացատրում է, որ սերմը Աստծո խոսքն է եւ տարբեր հողերը մարդկանց տարբեր ընկալումներն են, նայած ում սրտի մեջ է ընկնում է, թե չի ընկնում, հետո երկնքի թռչուններն են գալի գողանում, թե աճում է ոգևորված առանց արմատ գցելու, սրանք առանց աշակերտության հավատացյալներն են, որ ոգևորությամբ գալիս են եկեղեցի, ոնց ոգևորությամբ գալիս են եկեղեցի, այդպես էլ ոգևորությամբ հեռանում են եկեղեցուց առաջին իսկ հալածանքի ժամանակ, կամ որ փշերի մեջ են աճում, որ աշխարհի հոգսերն են, որ հետո խեղդում են իրենց, ասում են սա հասցնենք, նա հասցնենք, եկեղեցու համար ժամանակ չկա եւ վերջում խեղդվում են եւ այդպիսի շատ եղբայրներ քույրեր են խեղդվել եւ ովքեր էլ որ այսօր զգում են որ եկեղեցի գալը իրենց համար դարձել է երկրորդական իսկ աշխարհի հոգսերը առաջնային պիտի իմանան որ այս փուշ ու տատասկի մեջ աճելը հավատքի կյանքում վտանգավոր է մի խոսքով մեկնում է նաեւ պարարտ հողի մեջ ընկած սերմը որ 30, 60 ու 100-ապատիկ պտուղ է տալիս եւ Տերը բացատրում է որոմների առակը, որ դատաստանի օրը որոմները վառվելու են, առանձնանալու է ցորենից եւ ցորեն պիտի լինենք մենք մի խոսքով առակներ մանանեխի հատիկի մասին առակը, որ փոքրիկ սերմը կարա ոչ միայն աճի, գիտեք, այստեղ շատ լուրջ քաջալերանք կա, որովհետև հիմա կարողա դու քեզ տեսնում ես այդ փոքրիկ սերմը, բայց եթե դու Տիրոջ ձեռքերի մեջ ես, եթե դու հավատքի կյանքով ես ապրում, այդ փոքրիկ սերմը ոչ միայն մեծ ծառ է դառնում, այլ նաև գրված է շատ թռչունների համար հովանի է, որ գալիս են իր շուքի տակ արևի կիզիչ ճառագայթներից պատը սպառվում են, այսինքն դու ոչ միայն կարաս աճես, այլ նաև շատերի համար օրհնության պատճառ լինես եւ շատերին փրկության առաջնորդես։ Ահա արքայության սկզբունքը սա է, Տերը վերցնում է փոքրը, Տերը վերցնում է աննշանը, Տերը վերցնում է տկարը եւ դարձնում է զորավոր, ուժեղ, մեծ եւ Տերը սովորեցնում էր այս ամենը։ Թթխմորի առակը, որ միկին վերցնում է մի բաժին ու դնում է ամբողջ խմորի մեջ, հետո առավոտյան ամբողջը թթխմորի իր բնույթը թթխմորը փոխանցում է խմորին
Եվ այսպես է Աստծո արքայությունը, եթե դու լույս ես, դու քո շրջապատին վարակելու ես այդ լույսով, եթե դու սուրբ կյանքով ես ապրում, դու վարակելու ես մարդկանց, եթե դու խաղաղություն ունես քո ներսում, ուրախություն ունես քո ներսում, եթե դու Աստծո կամքը սիրող, Աստծո կամքը կատարող մեկն ես քո շրջապատում, այս դրական իմաստով թթխմորը, մենք գիտենք, որ Աստվածաշնչում նաև բացասական իմաստով կա թթխմորը, որ փարիսեցիների թթխմորից զգուշացեք, այսինքն իրանց հետ շփվելով իրանց նման ես դառնում, բայց նաև եթե դու հավատքի կյանքով, անկեղծ կյանքով ապրող մեկն ես, դու քո շրջապատն ես ճակերտավոր վարակելու այս հրաշալի հավատքի ընթացքով։ Եվ Տերը բացատրում էր սա, խոսեց պահված գանձի մասին, որ նույնը մարգարտի մասին, որ մի թանկ մարգարիտ է մեկը գտնում, այսինքն ինչ ունես, չունես, վաճառում ես, իհարկե չի ասում վաճառի, բայց ասում այնքան թանկ էր այս մարդու համար, երկնքի արքայությունը նմանվեց սրան, որ այնքան թանկ էր, որ ինքը չնայեց ինչա պահանջվում իրանից, ինքը առավ դա, որովհետև դա էր փնտրել, առավ այդ հողը, որովհետև այդտեղ գանձ կար թաղված, եւ այս ամեն ինչով Տերը սովորացնում էր նաև ուրկանի օրինակը, որ այդպես լինելու է դատաստանի օրը, ինչպես մարդը, որ ձկնորսը հանում է ուրկանը, նայում է ձկները, այն վատ ձկները գցում է մի կողմի վրա, լավը վերցնում է, այդպես լինելու է դատաստանի օրը, եւ այս ամենը խոսելուց հետո խոսեց հավատքի մասին, խոսեց հավատքը պահելու մասին, հա, Սերմնացանի առակի մեջ հիշում եք, հավատքը չպահեցին, ոմանք չընդունեցին ընդհանրապես, այն երկուսն էլ, փշերն ու քարքարոտ հողի մեջ առանց արմատների աճած, չպահեցին հավատքը։ Հավատքը ընկել էր իրենց սրտի մեջ, բայց չպահեցին։ Ուրեմն խոսում է հավատքի մասին, հավատքը պահելու մասին, թանկ գնահատելու մասին, հոգևոր պատերազմի մասին է խոսում, մարդկանց փրկության եւ դատաստանի անխուսափելիության մասին է խոսում։ Պատկերացնում եք։ Հետո վերջում հարցնում է. այդ բոլորը հասկացաք։ Ես խոսում եմ, Տերը ասես, ասում է, ես խոսում եմ ամենակարևորի մասին։ Եվ իր աշակերտներին հարցնում է, այդ բոլորը հասկացաք։ Ուզում եմ շարունակությունը պատմել նրանք, շարունակությունը կարդալ 51-րդ խոսքի։ Նրան ասացին, այո Տեր։ Նա ասաց նրանց, դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր եւ հին իրեր է հանում։ Գիտեք, ճշմարիտ հոգևոր գիտելիքը իրական գանձ է, թանկ, ես կասեի անգին գանձ։ Եթե միայն մենք հասկանանք փրկության կարևորությունը, փրկության արժեք չասեմ, այլ ասեմ, եթե մենք ուզում ենք հասկանանք ինչա Տերը մեզ տվել իր խաչի զոհով, եթե միայն հասկանանք, ինչից է մեզ փրկել, ինչ էր մեզ սպասվում եւ ինքը ինչ գին վճարեց, որպեսզի մենք այդ ճանապարհով չգնանք, որպեսզի մենք չգնանք հավիտենական տանջանքի վայրը։ Եթե միայն մի փոքր Աստված լուսավորի այս միտքը, մենք կդադարենք հավատքին նայել սովորական աչքերով։ Մենք միշտ պիտի մեզ հիշեցնենք։ Գիտեք, հաղորդության ժամանակ Պողոս առաքյալը ասում է ամեն անգամ, երբ որ այս հաղորդության ծեսը կկատարեք, հիշեք Տիրոջ մահը, առաջին Կորինթացիս 11-րդ գլխում է գրված։ Հիշեք Տիրոջ մահը, խոսեք դրա մասին, հանուն ինչի ինքը գնաց այդ մեծ զոհին, նրան մղում էր, ինքը ասում էր ես կամովին եմ սա անում, նրան մղում էր սերը իմ և քո հանդեպ, որտև ինքը տեսնում էր ուր է մեզ տանում մեղքի կյանքը։ Եվ այս առակներով ինքը փորձում էր հասկացնել, որ լինելու է դատաստան, որ որոմը առանձնանալու է ցորենից, որոմը այրվելու է եւ սա անխուսափելի է, իսկ ցորենը շտեմարաններում ամբարվելու է
եւ սա անխուսափելի է։ Ուրկանից ձկները իրարից զատելու են պետքական ու անպետք եւ բացատրում էր, որ նա անպետք է եւ ամեն բան կախված է իր խոսքի հանդեպ, իր կամքի հանդեպ վերաբերմունքից է կախված։ Ամեն ինչ որոշվում է Աստծու խոսքերին, Աստվածաշնչում, Աստծու խոսքի հանդեպ մեր վերաբերմունքով։ Ահա հավատքը լսելուց է, լսել Աստծու խոսքից եւ փրկվում ենք միայն հավատքով, չենք փրկվում եկեղեցի գալով, չենք փրկվում Աստվածաշունչ կարդալով, չենք փրկվում բարի կյանք ապրելով, փրկվում ենք, եթե հավատում ենք նրա ասածներին։ Եվ Տերը խոսում էր սրա մասին ու շատ կարևոր հարց է տալիս եւ այսօր ես եւ դու պիտի կարողանանք պատասխանել այս հարցին։ Այդ բոլորը հասկացաք։ Այո, ճշմարիտ հոգեվոր գիտելիքը իրական գանձ է եւ ամեն դպիր, որ աշակերտում է Աստծո արքայությանը, ինքը ասես իր գանձատուփից հին եւ նոր գանձեր է հանում։ Գիտեք, շատ կարևոր է խոսքի հանդեպ մեր վերաբերմունքը։ Շատ կարևոր է, որ մեր հավատքը գործերով հաստատվի։ Պտուղ, հիշում եք Հովհաննես Մկրտիչը ինչ էր ասում, երբ որ գալիս էին իր մոտ ապաշխարության մկրտության, ասում էր լավ եկաք, լավ մտակ ջուրը, ասենք խոստովանեցիք ձեր մեղքերը, գիտեք, գալիս էին իր մոտ ապաշխարության մկրտության, խոստովանում էին մեղքերը, հետո որ ջրից դուրս էին գալիս, արցունքներով խոստովանելուց հետո գնում էին հետ, ապրում էին նույն կյանքով։ Եվ ասում էր դուք մտածում եք դատաստանից փրկվելու եք, ապաշխարության արժանի պտուղ տվեք, եթե դուք ապաշխարում եք, ձեր փոխված կյանքը պիտի ցույց տա, որ դուք ապաշխարում եք։ Եվ շատ կարևոր է Աստծո խոսքի հանդեպ մեր վերաբերմունքը եւ պտուղը, որը կշիռ է տալիս մարդուն։ Հարդը ու ցորենը հիշում եք։ Հոսելին ասում է Տեր Հիսուսի ձեռքում է, այդ Հոսելին այդ բահի պես մեծ բանն է, որ ցորենը հանում են ու քամին դե ցորենը ծանր է, չէ՞, ցորենը ընկնում է, իսկ հարդը թեթև է, հարդը քշում տանում, ասում է, այդպես ես առանձնացնելու եմ մարդկանց, որտեվ ցորենն ու հարդը իրար հետ են։ Հիմա իրար հետ են, բայց դատաստանի օրը կշիռ, ծանրություն, պտուղ ունենալու են այն մարդիկ, ովքեր իմ խոսքը ոչ միայն լսում են, այլև կատարում, այլև հնազանդվում։ Եվ Տերը արքայության մասին այս առակները ասում էր, փոխանցում էր, սովորեցնում էր, ու կարևոր հարց, այդ ամենը հասկացաք։ Եվ նաև շատ կարևոր է, որ մենք միջոց դառնանք մյուսների փրկության համար, այդ մանանեխի պես փոքրիկ, աննշան մեկն ես, աննշան ես անկեղծ ասած այսօր էի մտածում այստեղ մարդիկ կան, մենք իրար հետ ենք սկսել ծառայությունը էջ միացնում, ով ենք մենք, մի հատ հիշենք, ով ենք մենք, որ սկսեցինք, հավաքվեցինք, մի քանի ընտանիքով ասեցինք, ուզում ենք Կիրակնորյա պաշտամունք, մեր հովիվը մեզ հանձնարարել է, ու մենք հավաքվեցինք, որոշեցինք, որ միասին մեկ թիմ ենք դառնում, հիմա մենք Գյումրիում ենք այդպիսի ծառայություն սկսել եւ հույս ունեմ, որ նաև Տիրոջ առաջնորդությամբ այլ վայրերում կծնվեն եկեղեցիներ եւ ով ենք մենք, որ Աստված վերցրեց մեր ձեռքից ու տարավ ու հիմա ծառայություն կա, եկեղեցի կա, ի վերջո ազդեցություն կա հանուն Աստծո արքայության մարդկանց կյանքերի վրա, ով ենք մենք, մանանեխի հատիկն էինք։ Եթե մեզ ասեին 14 տարի առաջ, որ լինելու է այն ինչ, որ այսօր կա, մենք, չգիտեմ, մենք ուզում էինք դա, բայց անկեղծ ասած, այդ հավատքը ես իմ մասին ասեմ, ես չունեի։
նույնը մանանեխի հատիկն է, որ ցանում ես մեկ էլ բարձրանում է մի հատ ծառի նման, ինքը ծառ չի, բայց ծառի նման բույս է դառնում։ Եվ ինք չգիտենք դեռ ուր է Աստված մեզ տանելու, բայց երկնքի արքայությունը հենց այս սկզբունքը ունի։ Աստված այս աշխարհի տկարներին, անմիտներին է ընտրում, որ այն իմաստուններին ու զորավորներին ամաչացնի։ Ինչու? Որովհետև չեմ ասում զորավորներն ու իմաստունները պիտի ամաչեն, բայց այն մարդիկ, ովքեր իրենց զորության ու իրենց իմաստության վրա են հույսը դրել, Աստծո արքայության մանանեխի այս սկզբունքը չի գործում իրենց կյանքում։ Իսկ ովքեր իրենց հույսը Աստծո վրա են դրել, ովքեր Տիրոջն են ապավինել, գրված է նրան ապավինողը ամոթով չի մնա երբեք։ Ինչքան էլ կողքից փորձեն խանգարեն, բամբասեն, չարախոսեն, ես իմ հայտարարություններ անեն, իրար մեջ խոսան, եթե Աստված բարձրացնում է, եթե մանանեխի հատիկի սկզբունքը գործում է, ոչ ոք չի կարա կանգնացնի, ոչ ոք, ով կարա Աստծո ձեռքին խփի, ասի այս ինչ ես անում։ Իսկ եթե Աստված չի բարձրացնում, մարդը իր ճարպկությամբ ինչքան էլ ուզենա բարձրանա, չի կարա, ով իրան ուզում է բարձրացնի, Աստված իրան ցածրացնելու է։ Իսկ ով իրան խոնարհացնում, Աստված նրան բարձրացնում է։ Մանանեխի հատի սկզբունքը գործում է։ Եվ այսպիսի հրաշալի ուսուցումներ, շատ չեմ ուզում հիմա գնամ այդ ուսուցումների մեջ, որովհետև մենք առանձին շարք ունենք առակների մասին, եւ ես հիշում եմ առանձին դաս ունենք առակներ երկնքի արքայության մասին, եւ այնտեղ շատ մանրամասն մեկնություն կա, բայց այստեղ ուզում եմ մենք սկզբունքը հասկանանք։ Տերը փոխանցեց, քաջալերեց, ասես փոքր ես, աննշան ես, մեծ ես դառնալու։ Կշիռ չունես, իմացի ինչն է քեզ կշիռ ավելացնում, որ հարդ չլինես, որ ցորեն լինես, հնազանդությունը։ Եվ ասեց վերջում զատելու եմ, անհնարին է։ Հիմա չեմ զատելու, որոմների առակը, որտեվ հիմա որ զատեմ, կվնասեմ ցորեններին, բայց որոմներին զատելու եմ եւ այրելու եմ։ Չէ, Տերը չի կարա այրի, այրելու է։ Ուղղակի այնքան է սիրում մեզ, որ ասում է, որոմ մի եղեք, ցորեն եղեք, որոմ այրվելու է, մի մերժեք իմ խոսքը։ Սատանայի ցանածին, հիշում եք որոմների առակի մեկնությունը, սատանան ցանեց այդ սերմերը։ Սատանայի ցանածով մի ապրեք։ Սատանան այս աշխարհի սկզբունքներն է ցանում։ Տեր Հիսուսը արքայության սկզբունքներն է ցանում։ Եվ մարդն է որոշում ինքը ցորենա, հավատալով Աստծո խոսքին, թե որոմը հավատալով սատանայի խոսքերին։ Գիտեք, որ սատանան ճիշտ Հիսուսի հակառակն է ասում։ Ինչ որ Տերը ասում է այսպես, օրինակ Տերը իր խոսքի մեջ ասում է մեկտեղ հավաքվելը չթողնեք։ Գիտեք ով է ասում, ինչ կարևոր է եկեղեցի գնալը։ Նա ով հակառակ է Աստծո խոսքին։ Կարևոր է աճը հոգևոր։ Այսօր շատ կան եկեղեցիներում մարդիկ, որ չեն կարևորում հոգևոր աճը։ Շատ կան մարդիկ, որ արմատները դեռ մակերեսի վրա են, չեն խորացնում իրանց արմատները։ Եվ Տերը ասում է չորանալու ես։ Այ դու հրճակեցիր դրա համար ես չորացա։ Ոչ։ Այդպես չի։ Արմատ չունես, վաղը քո կյանքում ցնցում կգա ու դու կթողնես Աստծուն։ Որտեւ արմատները խորանում են աշակերտության միջոցով։ Աշակերտ դարձիր։ Եվ այս հրաշալի ուսուցումները Տերը փոխանցում է ու հետո վերջում հարցնում է։ Այդ բոլորը հասկացաք։ Ինչից պիտի երևա, որ հասկացել ենք։ Ես շատ կուզեմ, որ այս դասը լսող, այս կարճ ուսուցումը լսողները կարդան ամբողջ գլուխը, 13-րդ գլուխը Մատթեոսի ավետարանի, հետո կարողանան պատասխանել այս հարցին։ Ինչից պիտի երևա հասկացել ենք, թե ոչ։ Լսեցինք, հիացանք, անցանք առաջ սովորական կյանքի ոնց ապրել ենք, ոչինչ էլ չենք հասկացել։ Որոշում կայացրեցինք, որ պիտի փոխվենք։
որոշում կայացրեցինք, որ այս առակներից գոնե մեկը կպավ իմ սրտին, ու ես փոխելու եմ իմ մոտեցումը, ես հրաժարվելու եմ փշերից ու տատասկներից, ես իմ արմատներն եմ խորացնելու, ես մանանեխի հատիկի պես պիտի աճեմ ու շատերի ոչ միայն իմ փրկության, այլ շատերի փրկության պատճառ դառնամ։ Ես հավատում եմ, որ որոմները այրվելու են։ Եվ ես չեմ ուզում այրվողների մեջ լինեմ, ոչ ես, ոչ իմ սիրելիները։ Եվ ես ամեն ջանք անելու եմ, որ իրենց համար հավատքի կյանքի օրինակ լինեմ։ Ահա ապաշխարությունը։ Եվ մենք ամեն մեկս պիտի քննենք մեզ, իսկ ինչը պիտի փոխվի։ Ինչ էր Տերը ուզում, որ հասկանանք։ Մատթեոս 7:21-ում է գրված. ոչ թե ինձ Տեր ասողները կմտնեն երկնքի արքայություն, այլ իմ հոր կամքը կատարողները։ Եվ մենք պիտի փոխենք մեր մոտեցումը։ Պիտի եկեղեցին մեր համար սովորական չլինի։ Պիտի պաշտամունքը, գիտեք, պաշտամունքը Տերը ասում է, երբ որ դուք հավաքվում եք, ես այնտեղ ներկա եմ, սա մեզ համար սովորական պիտի չլինի։ Մենք պիտի գանք իր հետ, ամեն անգամ, որ հավաքվում ենք, պիտի գանք իր հետ հաղորդակցության, իր առաջ ենք գալիս։ Մենք չենք գալիս մեր սովորական պաշտամունքը անենք, հավաքվենք, իրարից լուր ստանանք, տենանք ոնց ենք, ոնց չենք, հետո գնանք, որովհետև այդպես ընդունված կարգ է մեր եկեղեցին։ Ոչ, մենք գալիս ենք իր հետ հանդիպման։ Եվ այսպեսին պիտի լինի, սրբությունը երբեք չդարձնեք սովորական։ Հենց սովորական դարձրեցիք, ասեմ ինչից է երևալու։ Օրինակ լինելու է հավես չունեմ այսօր։ Կարանք ասեք հավես չունեմ այսօր Հիսուսին հանդիպելու, տենց չենք ասում ենք հավես չունեմ այսօր եկեղեցի գնալու։ Այնքան զբաղված եմ, որ գործերս լինում է պահ, որ բացառություն է լինում, չգիտեմ ինչ է լինում, առողջական խնդիր է լինում, անսպասելի ինչ որ բաներ է լինում, սա հասկանում եմ, դատապարտություն չգա մեկի վրա, բայց երբ որ ասում ես դե ավելի կարևոր բաներ կա իմ կյանքում, քան Հիսուսին հանդիպելը, համա ամեն անգամ էլ հանդիպում ենք, հիմա հոգնեցինք, դե հիմա մի քիչ էլ հանգստանանք։ Տենց չենք ասում։ Եկեղեցին ենք դնում այդտեղ, բայց եկեղեցու համար չես գալի դու այստեղ։ Դու Տիրոջ հետ հանդիպելու համար պիտի գաս, մեկտեղ հավաքվելը սրա համար, մեկտեղ հավաքվելը քո հավատքի աճի համար, մեկտեղ հավաքվելը իր սրբության քաղցր ներկայությունը ընդունելու համար, որ աճենք դեպի փրկություն, այդպես է գրված։ Այս ամենը հասկացաք, Տերը ասում է։ Եվ մենք պիտի կարողանանք պատասխանենք այս հարցին։ Եվ եթե ասում ենք այո աշակերտների պես, Տերը ասում է լսեք ամեն հոգևոր գիտելիք, որ դուք հասկացաք դա մի գանձ է, թանկ գնահատեք։ Եվ այսօրվա խոսքն էլ ոչ թե իմ խոսքը, այլ իր խոսքը թանկ գնահատեք։ Եվ վերցրեք այս գանձը չեմ վերցնում, ասում են դե հոգնեցի այս գանձից։ Գանձը տանում ես թանկ տեղ ես տնում։ Գորաշկն ամեն օրի շարքը եթե հետևում եք գիտեք ինչ Աստված ուզում տեսնել քո սրտի մեջ, մենք մեր գանձերը մեր սրտի մեջ ենք պահում, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Եվ Տերը ասում էր այս ճշմարտությունները, որ խոսեցի, սրանք իրական գանձեր են։ Եվ ամեն դպիր, ամեն Աստվածաշնչի ուսուցիչ իր գանձարանից հին ու նոր գանձեր է հանում։ Եվ եկեք գանձի պես վերաբերվենք այսօրվա ուսուցմանը։ Եվ եկեք կանգնենք գոհանանք Տիրոջից։ Շնորհակալ ենք մեր Աստված քո գանձերի համար։ Այո, քո խոսքերը գանձեր են, քո ճշմարտությունները գանձեր են, եւ դու այնքան ես մեզ սիրում, Տեր, որ չես ուզում մեր կործանվելը։ Եվ մենք այո փրկվել ենք հավատքով, բայց նաև պիտի հավատքը պահենք մինչև վերջ, ինչպես գրված Աստծո խոսքի մեջ, եւ մենք հետ քաշվողներից չենք, որ կործանվենք։ Այո, այն մարդիկ, որ մի ժամանակ պահում էին խոսքը ու հիմա հետ են քաշվել, իրանք կործանման ճանապարհի վրա են, եւ քո խոսքը թող այսօր սթափեցնի բոլորին։
ջերմացնի հավատքը, բորբոքի հոգու կրակ ամեն մեկի սրտի մեջ, այն խոսքերը, որ դու ասեցիր, հիշիր, թե որտեղից ընկար, հիշիր քո առաջի սերը, ապաշխարի եւ վերականգնի, ահա թող այսօրվա այս հարցդ, արդյոք հասկացանք ամենը, մեր մեջ բորբոքի մեր առաջին սերը, ոգևորությունը եւ մախի մեզ քո կամքի ճանաչողությանը եւ քո կամքի հնազանդությանը եւ քո բոլոր զավակներին, որ սառել են հավատքի կյանքում, ջերմացրու Տեր եւ բոլոր նրանք, ովքեր դեռ որոշում չեն կայացրել ապրելու քո աշակերտի կյանքով, քո հոգով հիմա խոսիր իրենց սրտերին, իմ Տեր, եւ թող փրկվածները շատ լինեն, թող չարի գործերը կործանվեն այդ մարդկանց կյանքերում, ամեն խաբեություն թող բացահայտվի լույսի մեջ գա եւ բժշկություն ընդունի եւ նաեւ ընդունիր իմ եղբայրների ու քույրերի ապաշխարությունները, Տեր, որ կորոշեն վերականգնել իրենց առաջին սերը եւ կարգապահ աշակերտ դառնան ու քո արքայության համար մշակներ։ Այո, դու մշակից հավատարմություն ես ակնկալում, թող մենք բոլորս քո հավատարիմ մշակները լինենք։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։